Ոչ եմ խանգարում քեզ։ Դու ինձ երբեք չես խանգարում։ Վստահ ես։ Իսկ դու վստահ չես։ Ինչ իմանամ, կարող ուրիշ մարդ է սպասում։ Մի տեսակ ես հետս խոսում, թե ինձ ա թվում։ Չէ, մի տեսակ չեմ, ուղղակի տեսնում որ լավ ես, գլուխդ չի պտտվում, առողջ ես։ Հա, ոնց որ թե արդեն լավ եմ ինձ զգում։ Իսկ օրդ ոնց անցավ։ Սովորական, ոչ մի արտասովոր բան չի եղել։ Դուրս ես եկել։ Հա, կարճ ժամանակով։ Ու ոչ մի արտարոց բան չի եղել։ Ինչի ես կասկածանքով վերաբերվում պատասխաններիս։ Չեմ կասկածում։ Ուրեմն ինչի համար են այս ճշտող հարցերդ։ Ամեն պատասխանից հետո ասում ես լուրջ, հաստատ, իսկ ես դրանից հասկանում եմ, որ ինձ չես վստահում։ Մի կենտրոնացի, ամեն ինչ նորմալ է։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ, որ դու լավ ես։ Այդքան բան։ Ինչի չես պատասխանում։ Իմ համար քո ներկայությունից կարևոր բան այս աշխարհում չկա։ Իրոք։ Կարող ես խանգարում եմ դրա համար չես պատասխանում։ Հեռախոսդ մետ կտաս։ Լսում եմ։ Կհասնի տեղ կդիմավորես։ Կհասնես անապա։ Ասլեմ կգա քո հյուրանոց։ Չէ, դրանից ավել ոչ մի բան պետք չի։ Կարևորը իմանամ, որ վստահելի տեղում է։ Ու մի բան էլ քեզ խնդրեմ, ոչ մեկ չպիտի իմանա ինքը որտեղ է։ Արագասա։ Մինասիդ կինը մեզ իրար հետ է տեսել ու մտածում է, որ կապ ունենք իրար հետ։ Պատկերացնում ես, որ իմանա Մինասի հետ ես։ Քո համար դժոխքը մուլտիկ կթվա։ Դե ես արդեն գնեմ։ Բա հեռախոսս չես ստուգում։ Ինչի հասրել ես արդեն ամեն ինչ ջնջես։ Չէի ուզում քեզ ասեի, որ իմ խնդիրներով չծանրաբեռնեմ ու էլի չմտածես իմ մասին, բայց չեմ կարողանում մեջս պահել։ Մինաս, այսօր նվերին եմ հանդիպել, մի երկու բառ խոսել ենք, բայց լուրջ եմ ասում, լրիվ պատահական, իսկ հեռախոսիս մեջից ոչ մի բան չեմ ջնջել, երդվում եմ։ Ինչ եք խոսել։ Ուղղակի ուզում էր հասկանալ, թե ոնց եմ ու հասկացել է, որ սխալ ա վարվել իմ հետ։ Ով նվերը։ Հա, անկեղծ ասած, ես էլ զարմացա, բայց անգամ ներողություն խնդրեց։ Դժվար նվերը հասկանալը իրա սխալ է այսքան շուտ։ Չեմ հավատում։ Հա, ես էլ զարմացա Մինաս, բայց ամեն դեպքում իրան առաջվա նման չպահեց, ես էլ զարմացա։ Նվերին նման բաներ չես ասում։ Գիտեմ, բայց ասում եմ այն ինչ եղել է։ Համենայն դեպս զգուշ եղի։ Ընդհանրապես մի թող քեզ մոտենա։ Ընդհանրապես հետը ոչ մի բան մի խոսա։ Շատ պատահական ստացվեց։ Դե ես գնեմ։ Իսկ կարելի է քեզ գրկեմ։ Չհասկացա դու ինչ ես զանգում։ Չէի ասել, որ համարս կջնջես ու կմոռանաս ինձ։ Ես նենց ինֆորմացիա գիտեմ, կարծում եմ քեզ կհետաքրքրի։ Հա, ջողմանը։ Այս փաստորեն Սեդան երկրից դուրս է եկել։
Չհասկացա դու որտեղից գիտես։ Կամ ինչի պիտի քեզ հետաքրքրի Սեդայի կյանքը։ Եթե քեզ հետաքրքրում է, կարող ենք հանդիպել ու ես քեզ կպատմեմ։ Կգաս։ Հասցե ուղարկի։ Ուզում ես գրկես։ Քո 6-րդ զգայրանը լավ է աշխատում։ Դե զգում եմ, որ ձեռքերդ այնքան ամուր ես սպահել, որ հանկարծ չգրկես ու խայտարակ չլինես։ Ամաչելու կարիք չկա, կարող է լավ ընկերներ ենք դառնում։ Իդեպ այդ ընկերների պահը ասացի, որ չկարմրես։ Հարութ լավ, վերջացրու, արդեն… Ինչ, արդեն չափերս անցնում եմ։ Չէ, ուղղակի… Ուղղակի ինչ։ Ալո, Բարև Մհեր, բարև, ես արդեն անապայում եմ։ լուրջ, Հա, եկել եմ հյուրանոցում տեղավորվել եմ, բայց պիտի քեզ խնդրեմ, որ մենակ գաս։ Մամային դեռ ոչ մի բան մի ասա, հա, դու սկզբում մենակ արի, հետո կհասկանենք ինչ ենք անում։ ճիշտն ասած, Ինչ։ չէ, ոչ մի բան, ես քեզ հասկացա, բայց վաղը կհանդիպենք, ես գործով Ադլեր եմ եկել, մի 2 ժամից կշարժվեմ, բայց մի 7 ժամվա ճանապարհ կա։ Լավ, այդ դեպքում ես քեզ իմ հյուրանոցի հասցեն կուղարկեմ, բայց հյուրանոց կգաս, չէ։ Բացատրելու կարիք չկա, դու ինձ չես ճանաչում ու նորմալ է, կանենք նենց ոնց որ քեզ է հարմար, առավոտ շուտ կգամ։
Հիմա շատ արագ ինձ ասում ես, թե դու ինչ գիտես Սեդայի մասին ու գնում ես։ Փաստորեն այդքան անհամբեր ես։ Չէ, այդքան տհաճ է քո այդ նույն տեղում գտնվելը։ Հարութ, ես շատ լավ գիտեմ, որ քո ու Սեդայի մեջ ինչ-որ կապ կա, բայց հիմա կարևոր չի։ Ես հիմա քեզ կանչել եմ, որովհետև ես իմ խղճի առաջ մեղավոր եմ ու ուզում եմ քեզ օգնած լինեմ։ Հա, Հարութ, իմ համար դա շատ ցավալի է, չմտածես, որ ես չեմ մտածում դրա մասին, մեկ-մեկ որ գիտակցում եմ, որ կարող է դու Սեդան այն ժամանակ իրար հետ եղած լինեք, երբ որ մենք էինք իրար հետ, ինձ այդ ահավոր ցավ է տալիս։ Մենք իրար շատ ենք սիրում ու ես ուզում եմ հավատամ, որ Կլինի ոչ մի բան չասես ու առանց ավելորդությունների ուղղակի խոսես այն ինչ որ պետք է։ Ասա ինչ գիտես Սեդայի մասին։ Սեդան անապայում է։ Այդպես եմ իմացել։ Ուրը անապա Հա, ու որտեղից ես իմացել։ կարևոր չի, Հարութ։ Դու ուզում էիր իրա տեղը իմանայիր, ես քեզ ասեցի։ Կարաս գնաս ու օգնես։ Հա, ճիշտ ես։ Կարևոր չի։ Քո դեպքում կարևոր չի, դե նվերը ասած կլինի, չէ։ Չնայած այդ նվերը, այսինքն միջև հիմա հետաքրքրվում է, հա, Սեդայով։ Հա դե լավ է։ Լավ է, որ հասելատեղ տեղավորվել է։ Կապի մեջ կլինենք։ Հա, պապ, Հա բալես, ոնց ես։ լավ ենք։ Ես որ շուտ եմ գործս վերջացնում, ուզում եմ գամ մի բան նայենք իրար հետ։ Ճիշտ ես ասում։ Չես հավատում։ Դե ոնց ասեմ։ Եվ հա։ Լավ, դե սպասում եմ շուտ կգաս։ Հարութ, ասեցի կարևոր չի, թե որտեղից եմ իմացել։ Լավ, բարձ է արդեն ամեն ինչ։ Ուղղակի լսի, քո այս արքը ոչ լավություն կհամարես, ոչ էլ մեղքերի թողություն։ Հասկացար չէ՞ ինձ։ Դու իմ հանդեպ նենց բան ես արել, որ ոչ մի դեպքում ներում չունի։ Հաջողություն։ Փաստորեն շնորհակալություն էլ չես ուզում հայտնես։ Հաջողություն։ Ոնց, եւ ասեց գործ չունի ու գալիս է տուն։ Հա, Հաստատ բալես։ հաստատ։ Ու ինչ լավ է։ Քեզ իմ աղջիկ։ Արած ես քննիչ։ Բարև Հարութ, նստի։ Ճիշտ ասած, մի հարց ունեմ ձեզ, երկար գործից չեմ կտրի։ Ասա, Ուզում եմ իմանալ, ես երկրից բացակալու արգելք ունեմ, թե չէ։ ինչի ես հարցնում, չլինի մտքիդ կա։ Դե մտածում եմ, եթե արտասահմանից լավ առաջարկ լինի, մերժեմ, թե չէ։ Այս պահին քո դեմ գործ հարուցված չի։ Ըստ օրենքի կարող ես երկրից գնալ, բայց ես քեզ խորհուրդ չեմ տա, որովհետև ամեն րոպե կարող է նոր ապացույց գտնվի։ Իսկ այդ ընթացքում դու պետք է ներկայանաս բաժին։ Եթե չներկայանաս, դա քո համար շատ վատ կլինի։ Հարութ, Հասկացա, շնորհակալ եմ։ Կներես, որ խանգարում եմ։
Չես խանգարում, ասա։ Մինաս չեմ ուզում, որ ես իմ քայլը սխալ հասկանաս ու մտածես, որ հիմա դիտավորյալ եմ անում, որ հաշտվենք։ Հավատա, ես էլ դրա հույսը չունեմ ու էլ չեմ էլ պայքարելու։ Եթե ես իրոք քո համար կարևոր լինեի, դու այսքան շուտ ինձ բաց չէիր թողնի ու չասես, որ հիմա իմ մասին ես մտածել, դրա համար ես այդ քայլին դիմել։ Հավատա, եթե մարդիկ իրար սիրում են, ամեն ինչ անկարևոր է կողքից թվում, իսկ եթե չէ, ուրեմն նշանակում է, որ իրար չեն սիրում։ Ինչ որ բան ես ուզում դրանով ասես։ Չեմ ուզում աշխատանքս կորցնել։ Հա, գիտեմ, որ ես եմ իմ կամքով դիմումը գրել, բայց հիմա շատ եմ փոշմանել։ Ես էլ ոչ կրթություն ունեմ, ոչ տուն ունեմ, ոչ մի բան չունեմ, Մինաս։ Ու մի ձև պետքա գումար աշխատեմ, որ կարողանամ այդ համարից դուրս գալ, էլ չեմ ուզում քեզ նեղություն տալ։ Դու կարող ես մնալ այնքան, ինչքան որ քեզ պետք է։ Ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Ինձ հիմա այս աշխատանքից բացի ոչ մի բան պետք չի։ Դու կարող ես վաղվանից էլ սկսես աշխատել։ Շնորհակալ եմ։ Ինչ եղավ քեզ։ Լավ չեմ զգում ինձ, երեկվա անկածից հետևանքն է։ Ես քեզ ասացի երեք, արի գնանք բժշկի, չլսեցիր։ Գլուխս պտտվում է, Մինաս։ Հանգիստ եղ, ես քո կողքն եմ։ Լավ եմ, արդեն լավ եմ։ Առավոտն էլ էիր ասում, որ լավ ես։ Ուղղակի անհանգիստ եմ քո համար։ Տեսնում եմ։ Ու հիմա համ քեզ, համ ինձ փորձում ես համոզել, որ ընկերներ ենք։ Ես էլ եմ փորձում ինձ համոզել, որ ընկերներ ենք, բայց չի ստացվում։ Համարը տեսա զարմացա։ Ինչ կա, ոնց ես։ Լավ եմ, ախպերս, դու ոնց ես։ Ընթացքում մի քանի անգամ զանգել եմ, չես պատասխանել։ Հա, գիտեմ, վերջերս խառն էի։ Գիտեմ, լսել եմ։ Լսի, դու անապայում ես, չէ։ Մենակ չասես գալիս ես։ Դե տենց է ստացվում, բայց միջև գալս մի քանի բան կա, որ պետք է ճշտես։ Կանես, չէ։ Ես քեզ խոստանում եմ, ոչ մի ավելորդություն ինձ թույլ չեմ տա, ինչքան էլ իմ համար դժվար լինի, կաշխատեմ իմ զգացմունքները իմ մեջ պահեմ։ Ես էլի ես կյանքում մենակ մնացի, ոնց որ մանկատանը լինեմ։ Ինչ ես անում։ Մի գնա։ Ասացիր, որ վաղը գամ աշխատանքի, ինչի համար մնամ։ Ուղղակի ուզում էի ասել, որ մնա, մինչև լավանաս։ Կարող է գործ կա մնամ։ Չէ, ես սոր տուն եմ գնում։ Վաղ կգաս։ Լավ, ոնց կասես։ Մամ ջան, ես մի քիչ տապում եմ։ Ինչ ա եղել։ Մորքուրի հետ խոսել եմ, կգա ու մի քանի օր կմնա մոտդ։ Ես երկրից դուրս եմ գալիս։ Ուր, ինչ ա եղել, ինչի համար։
Ոչ մի լուրջ բան, ուղղակի մի քանի գործեր ունեմ։ Ինչ գործ։ Մամ ջան, դե գործեր են, կավարտեմ ու շուտ հետ կգամ։ Ու ինձ կթողնես սենց անհանգիստ ու չես ասի ուր ես գնում։ Մամ, չես հավատում, ասում եմ գործեր ունեմ։ Գործը տանուն չունի։ Սեդայի հետևից եմ գնում։ Երկրից դուրս է գնացել ու հիմա պետքա որ ես հասնեմ իրան։ Ես ուրիշ։ Գնա։ Ընտրեցիր ինչ կինո ես ուզում։ Ինչ կուզեմ, Ինչ կուզես։ կեսիչ չես քնի։ Ես արդեն քո պատճառով կոֆե եմ խմել, որ չքնեմ։ Շնորհակալություն։ Պապ, մամային կասես կա մեր հետ նայի։ Դու չգիտես, որ մաման չի սիրում կինո նայել։ Սիրում է, կանչի թող մեր հետ նայի։ Վայ Եվա, վայ, էդ էր չէ ուզում ասես։ Լավ։ Սուզ։ Սուզի, կգաս մեր հետ կինո նայես։ Հա, կնայեմ։ Ալո։ Դու զանգել ես հրճվանքով էիր կիսվում, հիմա էլ ես զանգել եմ քեզ նորություններ ասեմ։ Սուզի թեման լավ լուր էր։ Դու չէիր հրճվանքով պատմում, հիմա իմ հերթն է։ Ինչ ա եղել։ Նախ ուզում եմ իմանաս, որ Սյուզի ու մնացածի հետ կապված ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Առհասարակ իմ համար բոլորը շատ վաղուց մեկ են, թե ով ինչ կմտածի, ով ինչ կասի։ Հա, երկրորդն էլ ես ոչ մի բան չեմ բացատրելու ու չեմ մեկնաբանելու։ Ուժեղ կապեր ունես, չէ՞։ Իմ ասածը հեշտությամբ կճշտես։ Պաշտելի սեդած երկրում չի։ Ինչ։ Դե ասեցի չէ, որ ոչ մի բան չեմ բացատրելու։ Սեդան երկրում չի ու ասեմ ավելին Հարութն էլ երկրում չի։ Պատահականություն է էս։ Ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Ասում եմ կարող եմ միասին են։ Ցնդել ես դու մանե։ Նվեր դու ուժեղ տղա ես, չէ՞, հեշտությամբ կարաս ճշտես։ Գոնե ճշտես ընկել ես Մինասի հետևից բիզնեսդ ես փրկում։ Չէ, դու այն ուժեղ կերպարը չես, որ ցույց ես տալիս։ Արա քեզ հագիստ պայքը գամ կհաստեմ այդտեղ մանե։ Կարապետն էլ մեր ընտանիքից է։ Եվ իր ընտանիքն էլ ունի։ Իսկ նրա ընտանիքը մերն էլ է։ Իհարկե։ Ուրեմն ես քանի Ես մի հատ ջուր խմեմ գամ, հա։ Հայրիկ, դու փոքր ես, ուրիշ ընտանիք ունեի։ Ես էլ, մայրդ էլ։
Ես էլ պիտի ուրիշ Ալկոհոլը չի տարում։ Քեզ կոֆեն չոփնեց։ Մերոս է։ Ալո։ Զանգել եմ իմանամ հայտնվել է Էլենը։ Գտել եք։ Չէ, չգիտեմ ուրա։ Զանգերից չի պատասխանում, նամակներից չի պատասխանում, տանն էլ չի։ Դու մի բան իմացար։ Չէ։ Սուզիը լսի։ Այդ ճիշտ է որ Սեդան երկրից գնացել է։ Հա, փաստորեն արդեն պարզ է ինչի համար ես զանգել։ Դե Էլենի համար չէիր անհանգստանալու։ Դու իմ հարցին պատասխանի, ճիշտ է թե չէ։ Ես քեզ ոչ մի բան չեմ ասել։ Հələ սրանն նայ։ Ոնց որ իրար լավ չհասկացանք, հա։ Լսի Սուզի։ Ուզում ես չէ իմանաս քուրդ որտեղ է։ Ասում ես հիմա Սեդան ուր է, ես էլ քրոջը տեղն եմ ասում։ Տղա ջան, քո դիմաց Սեդան չի կանգնած է այդքան միամիտ։ Ուրիշ ինչ անեմ քո համար։ Նորից եմ ասում։ Քրոջը տեղը ուզում ես չէ իմանաս։ Ես կիմանամ թե ուր է իմ քուրը, առանց քեզ ասելու թե ուր է Սեդան։ Փաստորեն ճիշտ եմ։ Երկրում չի Սեդան։ Հա գնացել է, բայց ուր է գնացել, այդ արդեն քո գործը չի։ Ով ես դու։ Ով ես դու։ Եթե եկել ես ու ես դեմքով ես եկել, ուրեմն ասածս ճշտել ես։ Հələ որ մենակ Սեդայի պահով եմ ճշտել։ Մյուսին էլ կճշտես, քո համար բարդ բան չկա։ Կոնկրետ ուր են գնացել։ Այդ մեկը չգիտեմ։ Հաստատ ման է։ Ես հիմա ասում եմ, այն ինչ լսել եմ, չգիտեմ ուր են գնացել։ Այսօր Եվան շատ ուրախ էր։ Ոնց հասկանում ենք, երեխուն շատ բան պետք չի։ Զուտ որ միասին լավ ժամանակ անցկացնենք։ Ու թեկուզ մեզ ստիպելով էլ պիտի անենք։ Ես օրինակ ինչ չի ստիպում։ Հա, դե ուղղակի ինձ թվաց Լսի։ Ինչ շատ լավ է։ Ես իմ ընտանիքի հետ եմ։ Դու չգիտես, որ ես ոչ մի բան ստիպելով չեմ անում։ Ես իմ տանն եմ, իմ ընտանիքի հետ եմ։ Ինչ շատ լավ է։ Ինչու վրա զարմանում։ Ոչ մի բանի։ Հուսանք մի անգամի ակցիա չի։ Բարև ձեզ։ Բարև։ Կներեք, որ այսօր ժամին անհանգստացնում եմ։ Հարութը տանն է։ Ես իր հին ընկերն եմ, նոր եմ եկել Հայաստան։ Ուզում եմ իրան տեսնեմ։ Բայց չհիշեցի քեզ ինչ որ։ Նորմալ է, որ չհիշեք։ Մենք չենք հանդիպել։ Որ խնդրեմ կկանչեք։ Մեծ ուրախությամբ, բայց քաղաքում չի, երկրից դուրս է եկել։ Դու ասա քո անունը, ես իրան կփոխանցեմ անպայման։ Չէ, լավ է։ Ես կզանգեմ։ Կներեք, բարի գիշեր ձեզ։ Այսով եկե, բոլորիս կողմից սիրված ճանաչված, հատուկ մայր հայրենիքից ժամանած։
դիմավորեմ ու շուտ ճամփու դնեմ, ախպերս։ Ապրես ցավը տանը։ Հա, ոնց եկար։ Նորմալ ոչինչ, դու ասա, լավ ամեն ինչ։ Անտիր, սրանից լավ չի լինում, քեզ էի սպասում։ Հələ տես ինչերա լինելու։ Ես դրա ժամանակը չունեմ։ Դու ավելի լավ ասա տեսնեմ դու ոնց ես, ինչ կա, ինչով ես զբաղվում։ Այդա ինչ-որ գիտես, իմ կյանքում բան չի փոխվել, ախպերս։ Լսի, շատ չեմ ուզում հարցեր տամ, տեղյակ եմ ամեն ինչից, բայց իմացի ամեն ինչ շատ լավ ալնելու, ախպերս, չմտածես։ Ապրես ցավը տանը։ Լսի, ասում ես սեդան այդ հյուրանոցում, հա։ Հա, հետևի հյուրանոցում հա, հեսա մի բաժակ իրար հետ սուրճ խմենք, մի հատ իրար հասկանանք բաժակըտ նայեմ, հետո մինչև արդանալ դեռ շուտ է, էլի, կկազմակերպենք։ Ես ինչքան հնարավոր է շուտ ուզում եմ հանդիպեմ հետը։ Չես ուզում հետս մի բաժակ սուրճ խմել, տնաշեն։ Ասում եմ շուտ է, համբերի, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ պատրաստ է։ Ընտիր ալնելու։ Դե լավ, ոնց ասես։ Զոր ջան, արի թողեց սուրճը մնա հետո, հիմա մի րոպե շուտ ուզում եմ հանդիպեմ հետը։ Լսի, կարող է մանրամասն պատմես։ Կպատնեմ, կխոսենք, բայց ուզում եմ հետը հանդիպեմ հետո։ Քել հետդ գամ, կգտնես տեղը։ Մեծ տղա եմ, հանգիստ տեղի կգտնեմ։ Ախպերս, համարդ բռոն արածա, ընտիր համարա, նայի չկորես։ 24 ժամ կապի մեջ եմ, ցանկացած հարց անապատեղ, զանգ ախպորը։ Եղավ։ Եղավ ախպերս։ Ապրես շատ։ Давай ցավը տանում, давай։ Սեդա Վարդանյան։ Ապե հեշտ է դժվարա ճշտի ասա։ Ուրի ժամանակ դու ես ասում, ինչ պետք է ասա կանեմ։ Սպասում եմ։ Գիտեմ, որ ուզում ես ինձ սպանես, բայց պետք է խոսենք։ Լավ է, որ գիտես։ Հա, ես սխալ եմ, Մինաս, բայց Սեյդային չեմ նեղացրել, իրան վատ զգաց հիվանդանոց եմ տարել։ Ես այդ ամեն ինչը մանրամասն գիտեմ, վեր։ Իմ սկի ձեռը չի բարձրանում գլուխը ջարդեմ, որտեղ հասկանում քեզ դա ոչ մի բան չի սովորացնում։ Այս անգամ թող անցած լինի, բայց մի անգամ է դու սխալվես, ես քո համար մի դաժան նվեր կբերեմ։ Համաձայն եմ։ Լավ, ես պետք է աշխատեմ։ Սեդան երկրից դուրս է գնացել։ Հա, գնացել է։ Ես եմ պատճառը։ Պարզը։ Ես եմ տենց որոշել։ Ու քեզ առաջարկում եմ ընդհանրապես իրան ման չգաս, չես գտնելու։ Ես չեմ էլ ուզում ման գամ։ Եթե տենց ես որոշել, ուրեմն տենց է ճիշտ։ Ես ուրիշ ինֆորմացիա ունեի։ Ասացի ճշտեմ։ Ինչ ինֆորմացիա։ Դե ուրիշ բան է իմացել, Մինաս։ Ու չմտածեցի, որ դու կարող ես ուղարկած լինես երկրից։ Մի տեսակ իրար չի բռնում։ Ետ ինչ ես իմացել։
Ինչ իրար չի բռնում։